Սարքում ենք հավերժության նշան։ Վարպետության դասը քանդակագործության եւ հայկական զարդարվեստի ամենահայտնի խորհրդանիշի մասին է։ Վարպետ Համբիկը հետաքրքրասերներին պատմում է մանրամասները, հերթական կորագիծը քաշելով տուֆեսալիկի վրա։ Քանդակագործը դասն անցկացնում է ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված միջոցառման շրջանակում, ներկայացնելով խաչքարը որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ոչ նյութական արժեք։ Դա մեր մշակույթն է, 1700-ամյա մշակույթ, որը շարունակությունն է եղել ավելի հնի։ Ամենակարևոր խորհուրդը դա գեղեցկությունն է։ Եթե դու կարողանում ես գեղեցիկ մատուցել, ինքը քո փոխարեն արդեն խոսում։ Միջոցառումը Սարդարապատի հայոց ազգագրության թանգարանում համախմբել է դուդուկահարներին ու քոչարի պարողներին, լավաշ թխող ու խաչքար քանդակող վարպետներին։ Սրահներից մեկում հնչում է ծիրանափողի Թովիչ Մեղեդին կենթանի կատարմամբ, մյուսում ծափեր քոչարի եւ երխուշտապարողներին, քիչ հեռու բաց երգը գիտակ խաչքարագործն է, իսկ հացատնից դուրս եկող ծուխը մարել է նախորեին թոնրից դուրս բերված վերջին լավաշի հետ։ Շատ լավ է, որ այսպիսի միջոցառումների շրջանակներում մենք հանրահռչակում ենք նաև այն կարևորագույն մշակութային երևույթները, արժեքները, որ դարերի ընթացքում անվարել եւ մեզ է փոխանցել մեր ժողովուրդը։ Դուդուկահարների հյութիչ նվագը կպչում է ներկաների սրտերին եւ անցնում թանգարանի սրահներով։ Դուդուկի նկատմամբ սերը հորից ժառանգած երիտասարդ կատարողը պարտավորվածություն ունի չխզել կապը նաեւ իր սերունդների հետ։ Գնահատենք մեր ազգի երաժշտությունը ու չհեռվանանք դրանից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում է նաև քոչարին, հայկական լեռնաշխարհի ամենատարածված պարը, որն ամեն մի շրջանում յուրովի է մեկնաբանվել։ Ազգագրական պարախումբը ելույթը սկսեց քոչարիով եւ եզրափակեց Յարխուշտայով։ Ռազմապարը, որ պարել են թե մարտի գնալուց առաջ, թե դրանից հետո, պարել են նաև մարտերի արանքում դադարի պահերին։ Յարխուշտան մեր պարերի ինձ համար ամենահզորն է, Յարխուշտան ինքը, որը արտահայտում է ֆիդայական կռիվ, այսպես ասեմ, երբ որ Մարնիկի անտառում Գևորգ Չաուշը պարում էր եւ նկարագրում են, ասում են նրանք պարում էին կռվելու պես եւ կռվում էին պարելու պես։ Սրահներից մեկում էլ ժողովրդական էպոսին առնչվող ցուցանմուշներ են, որոնք դուրս են բերվել թանգարանի ֆոնդերից։ Դրանք եւս որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր բաղադրիչ պարբերաբար ցուցադրության են հանվում։ Օրինակ այս թուրը վրան ունի մակագրություն Սասունցի Դավիթ։ Կազմակերպիչները չէին մոռացել նաև բռնի տեղահանվածներին եւ նրանց յուրահատուկ խոհանոցը, անուշահամ փախլավան, խորիզով գաթան, ժինգյալով հացն ու հափաման։ Կանայք հունցում, թխում ու տեսակ ուտելիքներ են պատրաստում հենց թանգարանի տարածքում, հուսալով, որ մի օր էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հավանություն կտա իրենց ժինգյալով հացին։ Պայքարելով թե արցախցիները, թե տեղացիները միասին։ Իրենց համն ու հոտը միշտ բոլոր տեղերում գալ։ Ազգագրական պարերով, ասմունքով եւ հյուրասիրությամբ ընթացող մշակութային օրը ձգվեց մինչեւ երեկո։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։